Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են, մեզանից պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կլինեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Սամվել Կարապետյանին, որին ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործ էր անվանում, ո՞նց եղավ, որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար, Միքայել Սրբազանը, որը Հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ, որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում եմ հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում եմ հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե ուզում եմ հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերվում, ում օրինակ, ասեք ով դեմ քրեական գործեր կա Սեյրան Օհանյան, Իշխան Սաղաթելյան, Սեյրան Օհանյանի, հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք, ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում, ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ, դա քաղաքական հետապնդում է, կա այդ տունը թե չկա Կա այդ տունը, թե չկա, ֆիզիկապես էլ, նոմա ձեր տալ, թե չէ, մնացածին հարցրեք, ուզում եմ հասկանամ։ Իշխանության, քաղաքական իշխանության անկարողությունը, թե իրավական արձանագրում հետևյալը, որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը, որ քաղաքական իշխանությունը, լսի ասեմ, պատասխանը, դուք ուզում եք մեզ վերագրել մի բան, որ քաղաքական իշխանությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ, ասում է, դե բան արեք անչա, այս ինչին նետեք բատը, այս ինչին նետեք բանտը, այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մեզ մեղադրում են, ասում են, այս մարդը խի բանտում չի, այն մարդը խի բանտում չի, այդ մարդը խի բանտում չի, այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ բանտերով, նենց չի որ չեք անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք, այդ որ ասում եք ում բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալը, հարգելիներս, դրա համար դա ինձ չի, որ ես կամ դուք պետք է որոշեն, միջազգային համապատասխան Ոչ, սահմանում չէ, սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որևիցե Հիմա լավ եք այդ միջազգային կառույցների հետ, պարոն Սիմոնյան, այդ մասը Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ երկակի ստանդարտներով են առաջ Մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ Թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, բանը նաև ֆինանսական հարաբերությունների հայտարարությունների փաստեր Լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես։ Մի վերցրա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, կարող ես ասել, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդհանրապես վերանագիրն եմ ուզում։ Կասես Օրինակ Սամվել Կարապետյանը երբ որ ասեց կմասնակցենք, իշխանության զավթման փորձի համար։ Հարգելիս, այնտեղ հարգելիս։ Կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։ Պարոն Սիմոնյան, քանի որ
դիմադի գործիչների թեման արտարծվեց, թույլ եք հարցնել, ձեր նախորդի հնչած ելույթներից մեկում անդրադառնալով աղմկա 10004 շրջաբերականին հայ-ղարաբաղական դաշնակցության, ասացիք, որ այն պետական ստրուկտուրաներին փոխանցել է Արծվիկ Մինասյանը, խնդրում եմ պարզաբանել։ Պարոն Մինասյանը փոխանցել է ոչ թե ուղիղ ձեռքով տալով, այլ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերով ուղղակի դա չհերքելով եւ ասելով, որ այո, այդ բանը գոյություն ունի, բայց խոսքը բնական է չի գնում այն բանի մասին, որ պարոն Մինասյանը աշխատում է մեր հատուկ կառույցների հետ, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եկեք պարոն Մինասյանին կարելի շատ տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այդ բանի մեջ եկեք չմեղադրենք իրան, խոսքը քաղաքական էր եւ Տեղյակի կողմ է փոխանցել այնուամենայնիվ այդ ոչ, չէ, բաներ կա, չկա, գնամ։ Պարոն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է Կիրակի օրը Հովանավանքում։ Մենք պատվաճում ենք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը Չէ, չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, որի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասել։ հասկացա, ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակվում է պարոն Սիմոնյան, որպես սա Արված քահանային Փաշինյանը։ Այո, բայց ասում եմ, հա, նկարվել եմ, հետո տենց էլի հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասացի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի Գնացիք ներողություն Այո, խնդրեցիք, կտրիչ Ներսիսյանի կասել, բայց այն չէ։ Այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչ գործն է, Ինչն է իշխանության գործը։ կաթողիկոսը։ Իսկ ով ասեց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Գործն է գործից։ Երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն։ Իսկ ես եւ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ-որ բուդդիստ եմ եղել, հիմա Ուրեմն ավելի հայերեն։ բաղ զբաղվեիք, ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի Իսկ դու մինչև լրագրող դառնալդ ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմքը չէիր պայքարում, կեղծվածությունների դեմքը չէիր պայքարում։ Պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանն է ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց իրանն է, չէ։ Իրանն է։ Հաստատություն չուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ է լինարել։ Դուք ասացին Սիմոնյան Պարոն Սիմոնյան համարում որ կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենա Իսկ ով է կարգալույց արել։ Մայրաթորը Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թող խոսամ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսամ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդի դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի տեխնացուել է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում եմ, մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, այսինքն ոնց ես պատկերացնում, վերցնեմ հեռախոսը զանգեմ, ասեմ ինչ քրեական։ Չէ, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան է եղել։ Լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ, տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ է, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք։ Շնորհակալ